իհարկե պայքար չեմ տեսնում։ Տեսնում եմ հիմարություն, որը կոչվում է նոր մշակույթ։ Ճակետներում։ Այսինքն ինչ է դա իրենց ներկայացնում։ Չէ, շատ լավ է, եթե ասենք, գիտեք, ցես տեսակետ կա։ Աշխարհում եկեղեցի վրա հայոյանք չէր լինի, եթե բոլորս երգերով խոսեին։ Բնակ պատկերացնում եք, մեկ ասում է երգերով ես քո, միջև կասի ես քո, ամեն ինչ կավարտվի։ Այսինքն մշակույթը կա, ուղղակի գործիտնողը չկար։ Պարզվեց, որ գործիտնողը կա, որը համ ձեռք է տալիս իշխանություններին, ոտկա տալիս նաև, եւ ասենք թե արհամարված է կոնկրետ իմ կողմից։ Ինչու պարոն Եղիազարյան։ Որտեղ այս ամեն ինչը մեր ոչ այդքան ամուր դիրքի վրա կանգնած ժողովրդին ևս մեկ անգամ հիասափոխել։ Ոչ մեկը այսպես չէր կարող ժողովրդին հիասափոխել, ինչ որ հիմա այս այստեղ կատարվում է։ Մարդը միջև այսօր չի բանաձևել, ամսի 9-ին ինքն ինչ է անել։ Ամսի 5-ին հաստատուկ դա կազմում։ Ամսի 8-ին հրապարակվում է դա, չգիտես ինչու, 3 օր հետո։ Որտեղ ոչ մի դարտարոց բան չկա, համենայն դեպս սարսափած վախեցած չգիտես ինչից։ Ինչից ես վախենում, տղա ջան։ Սերժը քո համար պատերազմի հերոս է։ Սերժը պատերազմի հերոս չի։ Այ ես նրան կհարգեմ, եթե սա, այն որ Սերժին սեն քարկոծելը, երբ որ սեն քարկոծելը, երբ որ Սերժը կփախնի, հետախուզվող կլինի, ինքը կանգնի ասի Սերժ Սարգսյանը պատերազմի հերոս է։ Ես իրեն կհարգեմ, սրան։ Բայց այսօր գործող նախագահին ասել ինքը պատերազմի հերոս է։ Հերոսը տղա ջան Մոնթենա։ Հերոսը քիչ անցի են 12 տարեկան երեխանը, ով ավտոմատից ավելի կարճահասակ լինելու ԱԿՄ-ից ձեռքին կանգնած ես տեսել եմ իմ ընկերների հետ պատերազմի ժամանակ 92 թվականին։ Ասել եմ տղա ջան մեքենա նստի։ Ասելա չէ, այնա հերես վար է անում, ես չեմ կարա մաշին նստեմ։ Հերոսը նա է, երեխեն է։ Սերժը հերոս չի։ Այդ թող հետախուզող Սերժին հերոս անվանի, ես սրան կպաշտպանեմ։ Վաղը, այսօր ապրիլի 9-ն է, վաղը ինչ-որ զարտելու ենք առավոտյան, ինչ-որ փոփոխություններ ակնկալում, ինչ-որ բան կփոխվի վաղը առավոտյան ձեր կարծիքով։ Եվ դուք պատասխանեցիք այդ հարցին, բայց կուզենայի ավելի ստուգ։ Այսինքն սա վերջ է ինչ-որ բանի, թե սկիզբս ձեզ։ Սա սկիզբն է, իմ կարծիքով, սա սկիզբն է, որտեղ իրական ընդդիմությունը խնդիր ունի համախմբելու և արդեն գործընթացն սելու, որտեղ այս ամեն ինչը զուգահեռ ինչ որ տարվում է։ Ես համարում եմ իշխանամետ գործունեություն։ Իսկ իրական ընդդիմությունն ով է այսօր։ Օրինակ ես եմ։ ՍԴՀԿ-ն թե ՀԱԿ-ը։ ՀԱԿ-ը ՍԴՀԿ-ն է։ Էլ կա էլ ընդդիմություն։ Դուք եք։ Իրական ընդդիմությունը ցանկացած քաղաքացին է, որը ցանկանում է, որ մենք այլևս այսպես չապրենք։ Այ իրական ընդդիմությունը դա է։ Իրական ընդդիմությունն նա է, որը առանց պրեսկոտատիպ կենթանիների պետք է բնականon ընտրություններ անցկացնի։ Իրական ընդդիմությունն նա է, որը ամեն գնացողի համար սրտի խորքում ցավ կապրի։ Իրական ընդդիմությունն նա է, ով ամեն հայրենիք վերադարձողի համար երջանկություն կապրի։ Այդ դա իրական ընդդիմությունն է։ Իսկ Ռաֆի Հովհաննիսյանը իրական ընդդիմություն, այդ ձեր աշխատանքներին չի անպատասխանում։ Ռաֆի Հովհաննիսյանը այդ չամաշների դեմ աշխատող անձ է։ Այսինքն պարոն Գիտեմ իհարկե, որի մասին դեռ չեմ ասի ում հրահանգով։ Այսինքն պարոն Եղիազարյան, ապրիլի 10-ից գործի պետք է անցնի իրական ընդդիմությունը։ Գիտեք, հիմա այստեղ, տեսեք, այստեղ լոզունգ է հանջելով, որ մեր պայքարը երկարաշունչ է լինելու։ Հիմա կլսեք հետո, 5-6 կողմերը, որտեղ ասելու բան չունի սա։ Անդադ հետաձգելով, անդադ հետաձգելով, տեսեք, ոչ մասա է գնում, մարդիկ են գնում, ինչ սպասումներ ունեն։
Եվ սա կատարում է իշխանությունների ուրիշ պատվերը։ Ինչ էին սպասում իրենից։ Հիասթափաստում է մարդկանց պայքարից, հիասթափեցնում է մարդկանց վաղվա օրվա հանդեպ իրենց հայացքից։ Ինչ էին սպասում իրենից։ Չեմ կարող ասել, գիտեք, մարդիկ սպասումներով լի են, մարդիկ իրոք նոր Հայաստան են ուզում, մարդիկ ուզում են, որպեսզի Հայաստանում գետ-մեկ ընդհանրապես վերջի 10 տարի ընտրություն չի եղել։ Վերջի 10-12 տարվա ընթացքում ցանկանում են մեկ անգամ իմանան ով քանի ձայն ունի եւ քաղաքացին դրա լիիրավի իրավունք ունի։ Մեր երկրում ամեն ինչ կարելի է։ Մեր երկրում կարելի է օրինակ ասենք թե անմեղ երեխաների գնդակար է, դրա համար պատասխանություն չկրել։ Մեր երկրում կարելի է պատասխանության չենթարկվել։ Մեր երկրում կարելի է օրինակ վիրավորի առաջ եկեղեցու դուռը փակել։ Բայց երկրորդ Որն մեր երկրում եւ որ հարց եք տալիս այդ տերտեր կոչվածներին։ Այդ անորեն սևած գեստների, որ հարց ենք տալիս, ասում ենք, բալավ, ինչպես եղավ, որ մարտի 1-ին տասնյակ երեխաներ վիրավոր հասան Սուրբ Սարգիսի դռները փակ էին, ասում են Ժաբոդի եկեղեցի դռները փակվում է։ Բա հորթերի հավաքածու չտեսակ, որ այստեղ որոշակի գործողություններ են կատարվելու, այս սրիկաներն զինված են, ժողովրդի վրա կրակելու են։ Եկեղեցու դռները ինչի փակեցիք։ Մեր երկրում ամեն ինչ կարելի է։ Կարելի է եկեղեցու Աստծո դուռը փակել վիրավորի առաջ եւ կարելի է վիրավոր մարդկանց անմեղ մարդկանց գնդակահել եկեղեցու դիմաց։ Ամեն ինչ հնարավոր։